Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, երեկվանից մի գործընթաց է սկսվել, երբ քահանաները հայաստանյաց առաքելական եկեղեցու իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգմանը եւ քահանաների մեկ այլ խումբ էլ իր աջակցությունն է հայտնում ամենայն հայոց կաթողիկոսին։ Ըստ էության սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցում բաժանման գործընթաց է սկսվել, այսինքն երկու մասի են բաժանվում հոգևորականները։ Ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի 489 քահանա, որից 250-ը ապրում է Հայաստանի Հանրապետությունում եւ գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում, 239-ն էլ իրենց գործունեությունը ծավալում են Սփյուռքում։ Այս պահի դրությամբ Նիկոլին միացել է ընդամենը մոտ 2 տասնյակ, 18 թե 19 քահանա։ Այստեղից հետևություն հարգելին արեք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պառակտելու Նիկոլի բոլոր փորձերը ավարտվում են աբարձյուն։ Այսինքն մենք ունենք 54 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը 10-ն են միացել Նիկոլան հողին, եւ ունենք 489 քահանա, որոնցից ընդամենը 18 թե 19-ն է միացել Նիկոլան հողին։ Այնպես որ այստեղ հավասարություն տնել, որ Նիկոլան հողը պառակտում է եկեղեցին, ահա ինքը ցանկությունը ունի, դա ոչ մեկի համար նորություն չէ, լինելով աղանդավոր ամենաառաջինը, բազմից եմ նշել, հիմա էլ կկրկնեմ, որ նույնիսկ իշխանության գալուց հետո Նիկոլ Անհողը իր Facebook-յան էջում կիսվում էր կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզներով, որի ապացույցները ես անձամբ ունեմ, իմ մոտ կան դրա ապացույցները։ Երկրորդը Նիկոլ Անհողը կատարում է իր ուրեմն տերերի պատվերները, հատկապես Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի, այսպես ասած, հոգեվոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեի, բայց խնդիրը հետեւյալն է. շատ մեծ ցանկություն ունենալով պառակտել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Նիկոլը իր բոլոր այդ քայլերում պարտություն է կրել, սկսած Հովանավանքի եկեղեցում այսպես կոչված պատարակ, որը ես ինքս դա պատարակ չեմ համարում, մատուցելուց սկսած, երբ որ ինքը փորձում էր այդ պատարակը դարձնել ձնակնդի էֆեկտով մի գործընթաց եւ վերջում այնքան մարդ հավաքեր, որ գնար Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որը նրա մոտ չստացվեց, վերջացրած նաեւ այն հանգամանքով, որ նա փորձեց եպիսկոպոսած դասի մեջ խռովություն մտցնել եւ այս 10-ից ավելին չկարողացավ իր շուրջը միավորել, իդեպ նշեմ նաեւ, որ այդ շուրջ միավորելն էլ շատ խնդրահարույց է, որովհետեւ այն բոլոր եպիսկոպոս եւ արքեպիսկոպոսները, ովքեր միացել են Նիկոլի հակաեկեղեցական նախաձեռնությանը, ունեն շատ կեղտոտ անցյալ եւ ներկա։ Ով է Նիկոլը բարենորոգելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին? Բենքլի Սամոյով, որի մասին ժամանակին իր ընտանեկան իր հարազատ թերթում 2007 թվականին գրում էր, որ Բենքլի Սամոյին Սերժ Սարգսյանը կալանավորել է զենք եւ զինամթերք ուրեմն պահելու համար, այդ Նիկոլը մոռանում է, որ այդ նույն Բենքլի Սամոյի հասցեին 2021 թվականին ամենավերջին վիրավորանքներն էր հնչեցնում միտինգների ժամանակ, իսկ ընդամենը 2 ամիս առաջ էլ ազգային ժողովի անդորից ասում էր Բենքլի ունենան ու հաշվետվություն չտան, դա ով է տեսել։ Միրզախանյան Էձիգի միջոցով է մաքրելու եկեղեցին, ով տղա ունի, որի անունը Օհան է, ով նույն Նիկոլի կողմից իր հայկական ժամանակ թերթի էջերում մեղադրում էր վրացահայոց թեմի գումարները մսխելու մեջ, ով մեղադրվում է ցերեկեց ավարտել, ով մեղադրվում է սեքս սկանդալների մեջ, Արգիշտիկ Հայրամյանի ենթադրյալ ույս պապայի միջոցով է եկեղեցին մաքրելու, կամ են Կիսար շիզոֆրենիկ հայացքով Արամիկի միջոցով է եկեղեցին մաքրելու, որի վերաբերյալ Բոլոլա Տելեգրամյան ալիքը հրապարակել էր ձայնագրություն, որտեղ իր հետ խոսացողը իրեն մեղադրում էր իր կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ, կամ Արագատոտ Դիթենի օլիգարխ Յագուար քշող տերերի հետ միջոցով է մաքրելու։ Հասկանում եք, այս մարդիկ բոլորը կեղտոտ անցյալ ունեն եւ կեղտոտ ներկա։ Իդեպ նաեւ նշեմ, որ Վանեցյան Արթուրն էլ ով ժամանակին Նիկոլի օրոք
զբաղեցրել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը, ասեց մենք շատ լավ գիտենք ինչ մեթոդներով է Նիկոլը սրանց բերել իր կողքը միավորել։ Ու հիմա հարգելի Նարեկ, պետք չէ մտածել, որ Նիկոլան հողը արդեն գցել է այս գործընթացի իր ոտքին։ Ինքը այս գործընթացը սկսելով այս քահանաների իրեն միանալու գործընթացը սկսելով մտածում էր, որ դա ծնագնդի էֆեկտ է ունենալու։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք բացահայտենք, թե իրականում մենք քանի քահանա ունենք եւ քանի քահանա են միավորվել։ Երբ որ դուք ասում եք մի մասը միացել է, մի մասը ընդդիմացել է Նիկոլին, ոչ, շատ փոքրիկ խմբակն է միացել 489-ից ընդամենը 18-19։ Բացառում եք, որ այդ թիվը կաճի։ Հա թողաճի ինչքան է աճելու։ Այս պահի դրությամբ մոտ 200 քահանա է բացահայտ իրենց աջակցությունն են հայտնել, բացահայտ իրենց աջակցություն են հայտնել վեհափարին։ Հետո ասեք թող լինի 25, թող լինի 30, լավ, 2 միկրոավտոբուս դավաճան եւ դավաճանիկների հավաքեց ու նստավ։ Հետո ասեք մի անգամ մեկ միկրոավտոբուսով բերեց խայդարակվեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, թողեցին գնացին հիմա թող 2 միկրոավտոբուս բերի։ Հետո կամ այդ նույն դավաճանների հետ ուրեմն մեջ ընդամենը դեկտեմբերի 31-ին մի հատ Աբովյանի եկեղեցում Տեր Ժիրայր կա, որը Նիկոլի համար ծառայություններ էր մատուցում բջջային հեռախոս ականջին։ Մարդկանց էր խառնե, աղերսում էր ինձ, որ ես այդ նյութը իմ էջից հեռացնեմ, որովհետև ինքը իրականում ընդդիմադիր է։ Այսօր այդ մարդը միանում է Նիկոլին։ Այն այս բարոյական արժեք կրող քահանաներն են Նիկոլին գնում ծառայություններ մատուցում։ Թող Նիկոլը այդ մասին մտածի։ Ես բացահայտ նշում եմ, անուն ազգանուն է, չեմ ուզում ասեմ ով է խնդրել, բայց ամեն դեպքում ամբողջ նամակագրությունը սկրիններով պահած կա։ Թե թող ասի, որ ինքը չի դիմել այդ մարդկանց։ Ինքը ընդդիմադիր էր մինչև դեկտեմբերի 31-ը։ Հունվարի 9-ին, 10-ին ինքը դառնում է մոլի նիկոլական եւ միանում է Նիկոլի եկեղեցին նորոգելու գործընթացին։ Իդեպ նաեւ նշեմ, որ քիչ առաջ Նիկոլը գրառում էր արել արձագանքելով վեհափարի այն ուրեմն հրամանին, որ կարգալույց արվել այդ Տեր Գևորը։ Կարգալույց չի արվել, թեմի առաջնորդ։ Թեմի առաջնորդի պաշտոնից է հեռացվել։ Նույն րոպեին արձագանքել է, թե իբր թե դա ուշադիր եղել եք դրա ուրեմն պարամետրերը։ Մեծ համար դա ոչինչ է։ Հարց. ինքը ով է։ Չէ, ինքը ով է։ Ես ուզում եմ հասկանամ, եկեղեցին անջատ է պետությունից։ Դա նշված է սահմանադրության մեջ, կան մյուս օրենսդրական ակտերում։ Լավ, ինքը ով է։ Ով է Նիկոլան հողը, որ իր քիթը մտցնում է եկեղեցու գործերի մեջ եւ բացայտ նշում է։ Դա մեզ համար էական չէ։ Լավ կլիներ հարգելի Նարեկ, որ այսպես Նիկոլը արագընթաց արձագանքեր ոչ թե վեհափար Հայրապետին, հային, այլ արձագանքեր Ադրբեջանի նախագահին, ով ամենօրյա ռեժիմով ամենավերջին վիրավորանքներն է տալիս, ոչ միայն իրեն, հիմա էլ իրեն չի ասում հարբեցող ծաղրածու, որտեղ այդ հարբեցող ծաղրածուն իր կոշիկներն է լիզում, այլ ասենք ընդամենը մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներին եւ բացահայտ սպառնացել էր Հայաստանի Հանրապետությանը։ Ծպտուն չի հանում կապիտուլյանտ Նիկոլը, ոչ մի արձագանք, ձայն չի հանում, բացարձակ։ Հələ թող Նիկոլան հողը հիմա արձագանքի համացանցը տեսել եք, ողողված է բանի Սևանա լճի նկարով, ուրեմն բացար գեչար անունով գինիով։ Հələ թող արձագանք։ Այսինքն ստացվում է, որ կաթողիկոսը պատժիչ գործողությունների է անցնում մի քանի անգամ այդ հոգևորականներին կանոնական դաշտ վերադառնալու կոչերից հետո։ Ուրեմն հարգելի Նարեկ, կաթողիկոսը ունի իրավունք ըստ եկեղեցական կանոնների կարգի հրավիրելու այն եկեղեցականներին, ովքեր ոտնահարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրենքները։ Հիմա նախ հələ պատժի չի անցել։ Ինչի է պատժի անցել։ Կարգալույց չի արել, ես սխալ ասեցի։ Դուք էլ ուղեցիք, շնորհակալ եմ։ Ընդամենը պաշտոնից հեռացրել, ինչի այդ պաշտոնը իր հոր տնից էր բերել Արամիկը, որ պետք է շարունակեր այդտեղ մնալ։
Ինչպես բոլորը պաշտոն ստանում են, այդպես էլ այդ պաշտոնից հեռանում են։ Հիմա կաթողիկոսը եւ հոգեվորած դասը գտել է, որ այդ պաշտոնում պետք է լինի այլ մարդ։ Նիկոլը ով է, որ պետք է որոշի, թե ով պետք է լինի, ասեք, Մացիանյոցն թեմի առաջնորդ, հա? Ով է ինքը։ Կամ Շիրակի թեմի առաջնորդ ով պետք է լինի։ Հասկանում եք, սա արդեն խնդիր է։ Դե չէ, տեսեք, հիմա հարց է առաջանում, ինչու մեկին, այդքանից մեկին պաշտոնից հեռացնել։ Չէ, հիմա այդ հարցերը թողեք չառաջանան։ Կաթողիկոսը շատ հմուտ եւ շատ ճիշտ է գործում։ Առանց ավելորդ վայրի վերումների, առանց Նիկոլի ուրեմն դուդուկի տակ բարելու, գիտեք, չէ, շատ հմուտ է կաթողիկոսը գործում։ Կաթողիկոսը թույլ չի տալիս, որ Նիկոլը իր սեփական խաղի մեջ մտցնի իրեն։ Այդ դրա համար է Նիկոլը հիստերիայի մեջ է։ Հիշում եք Ստյոպիկը, Հովանավանքի Ստյոպիկը ինչեր էր ասում էր ոտքներս խփեք 10,000 մարդ քաղաքենք։ Բա անձամբ Նիկոլ Անհոգը ուխտա երթի էր հրավիրել կամ ինչպես ինքն էր գրել ուխտ երթի էր հրավիրել։ Այդ ինչի է 2000 մարդը հավաքվեց։ Էն էլ հիմա էլ պարզվում է, որ Սայատնովա փողոցի նկարը ֆոտոշոպ էր արված։ Այդ ինչ էր այդ 2000 հավաք է, բա ինչի 10,000 չհավաքվեցին։ Բա վարչապետը, որը 2018 թվականի մայիսի 1-ին 100,000 մարդ էր հավաքում հանրապետության հրաբարակում կներեք իր կոչով, հիմա մարդկանց կոչանում գալ ուխտա երթի կամ ուխտ երթի։ Սուրբ Աննա եկեղեցու Պիտաչոկին հավաքվում է 300-400 հոգի մարդ, որոնց մեծ մասին որը մոտենում եք լրագրողներից ամաչում էին հարցազրույց տային։ Երեսներն էին թեքում կամ այդ կապիշոններն էին աչքերին քաշում, որ չերևան թե իրենք այդտեղ են երևացել, ով էլ երևաց վերջում խայտարակվեցին։ Հիմա խնդիրը հետևյալն է, կաթողիկոսը եւ ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին ինքն է որոշում, թե համապատասխան կարգազանց հոգեվորականին նկատմամբ ինչ քաղաքականություն պետք է վարվի եւ վերջ։ Դա շատ ճիշտ է։ Հիմա որոշել են, որ Արամիկին պետք է հեռացնեն համապատասխան այդ թեմից։ Որոշել են, կորոշեն Միրզախանյան Էձիկին հեռացնել, կորոշեն ինչ է եղել։ Այս գիտեք որն է խնդիրը։ Ես հիմա տեղեկություններ ունեմ, որ այդ Արամիկը ԱԱՑ-ին է լցրել, այդ առաջնորդանից, ԱԱՑ-ն էլ մեծ հաճույքով այդ անպատվաբեր գործանում է, գոնե ամոթ ունենան ԱԱՑ-ականները ու չգնան ու չկատարեն այդ անպատվաբեր աշխատանքը, վերջիվերջով Աստված կա։ Իրանք շատ խիստ կպատասխանեն։ ԱԱՑ-ն ինչ է արել։ Գնացել լցվել են առաջնորդարան Գևորգին, Արամիկին են պաշտպանում։ Հիմա հարց։ Ներողություն, դուք ում նկատի ունեք Տեր Արամին նախքին, Տեր Արամ։ Չէ, Տեր Գևորգին, որի իսկական անունը Արամ է։ Հա։ Հիմա հարց։ Ինքը մտածում է, որ այդ շենքն է, հա, իր իշխանությունը, շենքը չէ։ Իրան ոչ մի քահանա իր թեմից որքան գիտեմ չի միացել, ոչ մեկը։ Այն ինքը այդքան հարգանք ու պատիվ ունի։ Հələ Քջոյանը մի երկու հոգու բերեց, այն Սիոնը մի երկու հոգու բերել է, այն Արգիշտիկ Քարամյանի Եթադրյալ Պապան մի երկու հոգու բերել է, մի քանիսը կան էլի այդպեսին։ Դավաճաններ։ Հիմա սրանք գիտեն թե եկեղեցու իշխանությունը այդ շենքն է կամ այդտեղ մնալն է։ Դուք հասկանում եք սրանց մտածելակերպը։ Խնդիրը հետևյալն է, ես խորհուրդ եմ տալիս մեր քահանաներին շատ ակտիվ աշխատել ժողովրդի հետ։ Ամենօրյա ռեժիմով մտնել ընտանիքներ եւ քարոզել Հիսուսի եւ Աստծո նկատմամբ սեր եւ իրական քրիստոնեություն, որ իշխանությունը ոչ թե այդ շենքն է, որտեղ իրենք որպես առաջնորդներ նստում են, այլ իրականում իշխանությունը դա ժողովուրդն է եւ այն քահանաները, որոնք ծառայում են համապատասխան թեմերում։ Պարոն Համբայրյան, տեսեք, այդ ում մասին հիմա մենք խոսում ենք, իրենք հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ են եւ դուք ամեն մեկին այսպես ճոխ-ճոխ բացասական բնութագրումներ տվեցիք։ Այսինքն ըստ էության արձանագրվում է, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մեջ կան խնդրահարույց մարդիկ եւ դրա մասին խոսվում է միայն այն ժամանակ, երբ իրենք կաթողիկոսին դեմ են խոսում։ Ոչ, դրա մասին ես անձամբ խոսել եմ միշտ, հարգելի Նարեկ։ Կոնկրետ ձեր մասին, չէ, ընդհանրապես, եկեք ընդհանրապես։ Հարգելի Նարեկ։ Տես, կներեք էլի դուք որպես քաղաքագետ, երբ որ ընդհանուր նայում եք,
ընդհանուր նայում եք, հա, որ այս մարդկանց մասին, նույն այդ Գևորգ Սրբազանի մասին, Կճոյանի N1-ի մասին, սկսեցին բացասական խոսել այն բանի մասին, ընդհանրական, եթե նայում ենք, երբ իրենք միացան Նիկոլ Փաշինյանին, բայց եթե իրենք վատն էին, ինչու դրա մասին չէր խոսվում մինչ այս։ Հարգելի Նարեկ, բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր բան։ Դուք ինձանից եք հարցադրույց վերցնում։ Ես պատասխանատու եմ միայն ինձ։ Դե բայց ես ձեզ որպես եկեղեցու հետևորդ չեմ հարցնում, որպես քաղաքագետ եմ հարցնում։ Մինչև հիմա ձեր նշած մարդիկ ծիշեվադի նիժը տրավի կարգախոսով են ապրել, կաթողիկոսներ ենթադրաբար չուզենալով շատ խայդարագել դրանց, ու ընդհանրապես այդ խայդարագելու process-ը նաև իր բումերանգ էֆեկտով հարվածելու էր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, գերադասել է շատ չբարձրաձայնել, բայց խնդիրը հետևյալն էր, որ այդ մարդիկ այնքան մեծ խնդիրներ են ունեցել, որ հիմա այդ մարդիկ դարձել են շանտաժի զոհ։ Ես կրկնում եմ Արթուր Վանեցյանի խոսքերը, որ այդ 10 իրադավները, ովքեր միացել են Նիկոլան հողին, բոլորի վերաբերյալ կան ուրեմն համապատասխան թղթապանակներ բաներով, կոմպրոմատներով։ Դրա համար դրանք միացել են։ Գումարած դրան այլ հանգամանքներ էլ կարող է լինել։ Չի բացառվում, ես չեմ կարող պնդել դա, բայց նույն համացանցում եւ բազմաթիվ բավական լուրջ մարդիկ նշում են, որ այստեղ նաեւ մեծ գումարների շարժ կա այս մարդկանց հետ։ Այնպես որ բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր բան, եւ Կճոյանի խնդրահարույց լինելը, եւ Արտիշտի Քյարամյանի հոր խնդրահարույց լինելը, եւ այս տեր ուրեմն Գևորգի խնդրահարույց լինելը, եւ ասենք նույն ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի խնդրահարույց լինելը եւ մյուսների խնդրահարույց լինելու վերաբերյալ ժամանակի բազմաթիվ ինֆորմացիա է եղել։ Այո, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի խնդիր մաքրվելու, բայց այդ մաքրվելը հարգելի Նարեկ, ոչ թե անում են ամենակեղտոտ քահանաների եւ հոգեվորականների միջոցով, ինչպես փորձում է անել Նիկոլը, ասում է այն Ալեսմոնյանը, ասում է բանը Կճոյանը ներողություն է խնդրել։ Իրոք, այսինքն սիրուհի պահի ըստ լուրերի մասնակցի ուրեմն հայտնի գործարար Հայրապետյանի ունեզրկմանը օֆշորի գործով լոշտակ բերանը աճուցախ բացի որի վերաբերյալ կան փաստեր Բեթլին քշի չգիտես ումից են նվեր ստացել բանը այդ ցոփ ու շվայտ կյանքով ապրի վերջում էլ ասի ես ներողություն եմ խնդրում եւ միանում եմ Նիկոլին վերջ բրծա Նիկոլն էլ բաններ հա Հիսուս Քրիստոսի հյուպատոսն էր երկրի վրա բան եղավ ես այդ ինդուլգենցիան տվեց ու վերջացավ Կճոյանը մաքրվեց չկա նման բան Նիկոլը չի կարող նմանների միջոցով փորձել մաքրել եկեղեցին ես էլ եմ կրկնում Նիկոլի ողջ գործունեությունը կրկնում եմ լիովին համընկնում է իր աղանդավոր էության հետ այն օրը կանգնել է եկեղեցու առաջ առանց ամոթի սուպանա եկեղեցու մասին է խոսքը ասում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը աղանդավորական ինչ որ թե միտումներ ունի այ անամոթ դու ինքդ ես ժամանակին կիսվե կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզներով այ անամոթ քո 3 աղջիկները բացահայտ աղանդավորական նույն կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ առանց հաղթնելու շփվում են այն արտին նստած քարոզ է լսում տեսանյութը համացանցում կար այն աղջիկները այն միջնեկը այն հայտնի բլոգեր աղանդավորի հետ տաշի տուշի անում հետո անցյալ տարի մասնակցում էին հայտնի են հարսանիքին աղանդավորների հարսնաքուրեր էին այն տղեն չգիտես ինչ պարում մեջ տրանսի մեջ հետո համացանցում գրվեց որ դա ուրեմն եւս աղանդ է դու ամբողջ ընտանիքը աղանդավորական եք դու եկեղեցիս ասում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր վերնախավը աղանդավորական է այն օրն էլ կեպացուցիչ ժամանակ դուք էլ եք այնտեղ ասում եք ես խո բան չպիտի անեմ ժողովրդին չհարցնեմ դուք աղանդավոր եք թե չէ բայց չհասկացանք այդ կյանքի խոսքի կամ մյուս ավետարանական ավետարանչական եկեղեցիների կամ Եհովայի վկաների ներկայացուցիչները ով են եղած որ իրենց քիթը մտցնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն գործերին կամ այն օրը ես մեկին տեսա այդ Սուրբ Աննա եկեղեցու մոտ այդ միջոցառման ժամանակ ես դի էր այն թորնիկը բանի
Թորնիկ Ալիմյան ինչ է, այդպես է ազգանունը։ Եզդի է այդ տղան։ Պարոն Համբայրյան, Եզդի տղա ինչ գործ ունի, ինքը Սուրբ Անտա եկեղեցու մոտ իրանց կրոնը ուրիշ է, դե լավ, իրանց դուք կրոնով էլ է ռասիստ պատասխանում չեք, այդ պարոն ամենին։ Համբայրյան։ Ինչ է։ Դուք ռասիստ չեք, ինչ եք եզդիներին թիրախավորում։ Չէ, թիրախավորել չկա։ Դուք շատ սխալ եք հարգելի Նարեկ։ Եզդիների կրոնը ուրիշ է։ Իրանք քրիստոնյա չեն։ Իրանց մոտ արգելվում է այլ կրոնների, ուրեմն միջոցառումներին մասնակցելը։ Լավ, պարոն Ռասիզմի Համբայրյան, մասով չկա։ Դուք գիտեք ես ինչքան եզդի լավ ընկերներ ունեմ, ինչ լավ մտերիմներ ունեմ, չփորձեք ինձ հանգած մեղադրել ռասիզմի մեջ։ ես Եզդիները հարցեր եմ տալիս, ես չեմ մեղադրում։ Չէ, դուք ասեցիք ռասիստ է, որ ես հիմա նախ կրոնական խտրականությունը ռասիզմ չէ։ Ռասիզմը դա ռասայական խտրականություն է։ Հարգելի Նարեկ, ես կարող եի օրինակ բացասական վերաբերել ինչ որ այլ ռասայի ներկայացում նկատմամբ, դուք այդ ժամանակ ասեք, իսկ եզդիները այո, իրավունք չունեն մասնակցելու այլ կրոնական ծիսակարգերի ուրեմն ժամանակ Լավ, այդպես մեկ այլ թեմայի անդրադառնանք, տեսեք, որ այս հոգևորականներին ասում են տիրադավ, իրենք հակադարձում են, ասում են տիրադավ նշանակում է Տիրոջը դավաճանել, ասում են, բայց մեր Տերը Հիսուս Քրիստոսն է, մենք իրեն չենք դավաճանել, մենք ասում ենք կաթողիկոսի հետ կապված խնդիրներ կա։ Այս հակադարձման ինչպես կմեկնաբանեք։ շատ սովորական։ Ուրեմն նա սկսենք հետևյալից, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի եւ Աստծո տունն է։ Մեխանիկորեն կաթողիկոսը այդ տան տերն է։ Դավաճանելով կաթողիկոսին, իրանք դավաճանում են նաև հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Այդ մեկ։ Երկրորդը, դրանց մեծ մասը, այդ 70-ից 80%-ը դրանց այդ տիրադավների օծվել են որպես հոգևորականներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, քահանաներ, նույն կաթողիկոս Գարեգին II-ի ձեռամբ։ Հիմա, երբ որ իրանք կաթողիկոսին վիրավորում են, իրանք չեն հասկանում, որ եթե իրանք այդպիսի կարծիք ունեն կաթողիկոսի մասին, ուրեմն կաթողիկոսի կողմից օծված էլ չեն։ Այս որ հիմա ասում են, մենք չենք ճանաչում կաթողիկոսին։ Եթե չես ճանաչում, օքեյ, քո տրամաբանությամբ չես ճանաչում։ Ուրեմն դու էլ հոգևորական չես։ Վերջ։ Նույն այդ տես Գևորգ այդ Արամ ինքը ինձ համար հոգևորական չէ, ինքը աջել է կաթողիկոսի օրոք։ Կաթողիկոսը նրա նկատմամբ ունեցել է յուրահատուկ վերաբերմունք, եղել է կաթողիկոսի քրոջ տղայի մոտ ընկերը եւ հասել է բարձունքներին իր շնորհիվ կաթողիկոսի։ Հիմա այդ մասսան ասում է մենք կաթողիկոսի չենք ճանաչում, եթե չես ճանաչում, ուրեմն կաթողիկոսի կողմից էլ օծված չէ։ Վերջ։ Սա է։ Ինչ է նշանակում մենք Տիրոջը չենք դավաճանել, իրանք չգիտեն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Տերը իրականում ով է, եկեղեցին ով է, այդ որ կա, չէ՞, անկրագետ թերուս տգետ մասա, որ կասում է եկեղեցին դա ես եմ, իրոք, ոչ, եկեղեցին դա Աստծո տունն է, եկեղեցին դա Քրիստոսի տունն է, դա նրանցն է։ Դուք հնարավոր համարում եք, որ այս առանձնացված հոգևորականներով նոր եկեղեցի կհիմնեն։ Դա կլինի աղանդ։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին եւ հայոց պատմություն այդպիսի բաներ տեսել է դա եւ Պավլիկյան եւ Թոնդրակյան շարժումներն էին հատկապես։ Այնպես որ թող Նիկոլ Անհողը իր այս երկու գազել հավաքած տերներով, որոնք դավաճանել են, ես կրկնում եմ, ոչ թե կաթողիկոսին, այլ հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, թող գնա հիմնի իր աղանդը։ Թող գնա հիմնի իր աղանդը, ինքն էլ իրեն հռչակի կաթողիկոս։ Նիկոլը այսօր արձագանքելով կաթողիկոսի հրամանին, որի համաձայն այդ անձին զրկել էր բանից, թեմի առաջնորդի պաշտոնից, ինքը ասում է մենք չենք ճանաչում, մենք ով դու ով ես, դու ինչ կարգավիճակ ունես հայ առաքելական Սուրբ Եկեղեցում։ Ու գիտեք ամոթը որն է, որ այդ նույն Կջոյանը, նույն այդ Քարամյանը, նույն է Սիոնը, նույն է Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդը ծպտուն չեն անում, չեն ասում, թե լավ դու ինչ գործ ունես, այսպիսի հայտարարություններ ես անում։ Այդ հայտարարությունները գոնե թույլ տուր մենք անենք, որպես հոգևորական, ասում են մենք չենք ճանաչում, դու ով ես։ Ես չեմ ճանաչում քեզ որպես վարչապետ։ Հետո Մենքը ո՞րն է։ Այս մարդը լրիվ իրականությունից կտրված է։ Այս մարդը
չի հասկանում, որ ինքը գործ ունի 1800 տարվա ինստիտուտի հետ։ Իսկ կաթողիկոսը պետք է նույն դիրքին մնա, ինչ որ մնացել է մինչև հիմա։ Ես էլ եմ կրկնում, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 54 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, որոնցից 10-ն են Դավաճանեկ եկեղեցում։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 489 քահանա, որից ընդամենը 18 թե 19-ն են միացել Նիկոլին։ Տոգոսային հարաբերությունները մի հատ կնշեք, տոգոսային լհարցեք ու նշեք։ Թող ինքը Համացանցում տեղեկություններ կա, որ այս հոգևորականների հայտարարությունների արժեքը 5 միլիոն դրամ է։ Սրա հետ կապված այլ հաստատող տեղեկություններ չկան, բայց դուք իրատեսական համարում եք, որ նրանք գումարի դիմաց նման հայտարարություններ կանեին։ Ես ամեն ինչն էլ իրատեսական համարում եմ։ Աստծուն, Քրիստոսին դավաճանած մարդը կարող է ամեն ինչի էլ գնալ, ամեն ինչի։ Այնպես որ ես էլ եմ տեսել այդ համացանցում հրաբարակած տեղեկությունը, ես նույնիսկ այդ տեղեկությունը տեղադրել եմ իմ Facebook-յան էջում, բայց խնդիրը հետևյալն է, թե հղում տալով, թե ով է դա գրել իհարկե, բայց խնդիրը հետևյալն է, քանի որ ես անձամբ չգիտեմ, ես չեմ կարող սա շատ լուրջ տեմպով մեկնաբանել։ Ես ընդհանրապես շատ կարճ կասեմ, որ ես ինքս, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես հավատում եմ, որովհետև Աստծուն դավաճանածը, Աստծուն ուրեմն ուրացածը կարող է այդ ամեն ինչ անել նաև փողի դիմաց, ինչու ոչ։ Եվ վերադառնալով Մասիսի թեմում տեղի ունեցող իրադարձություններին, դուք ասեցիք տեղեկություններ ունեք, որ ԱԱԾ-ն գնացել է, շենքը պահում է, որպեսզի նոր թեմի առաջնորդը մուտք չգործի։ Ինչքան գիտեմ, հա, ինչքան իմ ունեցած տեղեկությունները հենց այդպես է, որ սա արդեն ակտիվ զբաղված է իր ջանդակապաշտպանությամբ հետ։ Նախկին արդեն թեմի առաջնորդը ամեն դեպքում գիտեք կա նաև բարոյական սկզբունքներ։ Այն օրը դուք տեսաք Նիկոլի մոտ այդ ղազագիրը ստորագրելու ժամանակ այդ անձի մատին կար բավական թանկարժեք մատանի։ Համացանցում լուրեր տարածվեցին, որ այդ մատանին Մասիսի քաղաքապետ, որը հիմա քաղբանդարգյալ է, այդ անձի նվերն է։ Հա գոնե ամաչի այդ մատանիները չտնի մատին, գնա Նիկոլի մոտ ու ստորագրի այդ ղազագիրը։ Այ ես սա ինչի համար ասեցի, որպեսզի մեր հանրությունը տեսնի այս մարդու արժե համակարգ։ Այս են սրանք։ Այդ Կջոյանա, ուրեմն Գևորիգա, ուրեմն Քարամյանա զանգվածը, այս է Միրզախանյանա զանգվածը։ Այս են սրանք ու այս են սրանց սատարողները։ Պարոն Համբարյան, իսկ ընդհանրապես այս գործընթացը մի կողմ, եկեղեցու բարեփոխումը ինչպես պետք է իրականացվի։ Ուրեմն այն, որ եկեղեցուն պետք է բարեփոխումներ, դա նույնիսկ չէ քննարկվում հարգելի Նարեկ, բայց եկեղեցու բարեփոխումներ պետք է իրականացվի եկեղեցու ներսում։ Նայեք, խնդիրը որն է։ Մեր եկեղեցին լինելով ուրեմն առաքելական, այսինքն ստեղծվել է, ձևավորվել է երկու առաքյալների գործունեության շնորհիվ, այսինքն Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների շնորհիվ, Սուրբ Բարդուղիմեոսի եւ Սուրբ Թադեոսի։ Մեր եկեղեցին, ես չեմ ուզում շատ այդ Քաղկեդոնի ժողով եւ այլն Նիկեայի ժողով պատմեմ, դա շատ ծանրաբեռնի մեր դիտողներին։ Մենակ նշեմ, որ մեր եկեղեցին ի տարբերություն ասենք փողոքական եկեղեցիների, որտեղ շատ ընդունված կարգ է, որ ասենք փողոցից է գալիս մեկը, Նիկոլի պես իր քիթը մտցնում է հոգևոր ոլորտի մեջ եւ ինքն է որոշում, ով պետք է լինի առաջնորդ, ով պետք է չլինի առաջնորդը։ Մեր եկեղեցին այդ ամեն ինչից հեռու է։ Մեր եկեղեցում տեղի ունեցող գործընթացները վերաբերում են միայն եկեղեցուն։ Նայեք խնդիրը։ Գիտեք մեր խնդիրը որն է նաև մեր հասարակության, որ մենք այսպես ամեն ինչ փորձում ենք իդեալականացնել, թե կաթողիկոսի պահով, թե եկեղեցու պահով, բայց հələ բերեք համեմատություն տանենք։ Մեր եկեղեցին, ասենք կաթոլիկ եկեղեցին, ասենք ռուս ուղղափառ եկեղեցին, մյուս ուղղափառ եկեղեցիները կամ բողոքական եկեղեցիները բերեք նայեք, մեր եկեղեցին նրանց կողքին այս բոլոր իր խնդիրներով ավելի մաքուր է, ավելի սուրբ է, քան այն ինչա կաթոլիկները։
Ես պատմաբան եմ, ես լավ գիտեմ, չէ՞ կաթոլիկ եկեղեցու առաջնորդները ինչ այլանդակություններ են ընդունակ եղել, ինչեր են եղել։ Ինչ մինչև հիմա կաթոլիկ եկեղեցու առաջնորդները ներողություն են խնդրում Իռլանդիայի ժողովրդից, Գերմանիայի ժողովրդից տասնյակ հազարավոր մանկապղծության դեպքերի համար։ Ասեք, բայց ասեք, հիմա Բրազիլիայի նախագահան ասի, իմ դուրը չի գալիս, հա, Լևոն 14-րդ պապը բերեք փոխեն, իա։ Այսպիսի բանով է տեսել։ Լավ, կաթոլիկների մեղքի իրանց վիզը, պարոն Համբայրյան, տեսեք, հիմա այս հոգևորականները շուրջ 20 քահանա, 10 քանի եպիսկոպոս հավաքվում են իրավապահ համակարգին են դիմում, ասում են, որ օրինակ զավթված է հայ առաքելական եկեղեցու կառավարվող մարմինը։ Հնարավոր է, որ մենք նաև ականատես լինենք, որ այդ մարդկանց ինչ որ դիմումի վրա իրավապահները ԱԱԾ-ն, որ արդեն նախադեպը կա, մտնի մայրաթոր ձերբակալություններ անի, կամ չգիտեմ, ռեգիստրում փորձեն դադարեցնել այս եկեղեցու գրանցումը, նոր եկեղեցին, այսինքն դուք նման միջամտությունը հավանական համարում եք։ Ուրեմն նախ որևիցե քահանա չի կարող գնալ դիմել արտարադատության նախարարություն կամ ուրեմն ոստիկանություն կամ քննչական կոմիտե ասելով որ ասենք այս եկեղեցին կամ այս առաջնորդանը զավթված է, որտեղ այդ ամեն ինչը, այդ ինչ որ մի բանը զավթելը, եթե դա տեղի ունենում եկեղեցու ներսում, լուծվում է եկեղեցու ներսում։ Այդ մեկ։ Սկսենք այդտեղից։ Երկրորդը, ինչ վերաբերվում է եկեղեցուն զրկել լիցենզիայից եւ այլ, ապա պետք է նշեմ, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնային լինելը Հայաստանի Հանրապետությունում դրված է սահմանադրության մեջ։ Ահա ասենք օրենքով փոխեց։ Հետո օրենք փոխեց, բայց սահմանադրության մեջ կոնկրետ հայ առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ կետը կա։ Ինքը դա չի կարող փոխել։ Երկրորդը ես էլ եմ կրկնում, եթե քահանան մարտասպանություն չի գործել, եթե քահանան ուրեմն ինչ որ ֆինանսական խարտախություններ չի գործել, ծանր հանցագործություն չի գործել, չի ծեծել ինչ որ մեկին, չի ուրեմն ինչ որ խուլիգանություն գործել, այդ հարցերի պարագայում նոր կարող է իրավապահ համակարգը խառնվել։ Իսկ մյուս հարցերում, որը վերաբերում է զուտ եկեղեցուն, իրավապահ համակարգը բացարձակ իրավասու չէ խառնվելու։ Ավելին ասեմ, դա եթե խառնվի էլ, դա ինքնիրավչություն է եւ պաշտոնական դիրքի չարաշահում է։ Նույն ԱԱԾ-ն, նույն ոստիկանությունը, նույն քննչական կոմիտեն, ովքեր կկատարեն Նիկոլի հագաօրինական, հագագեղեցական հրահանգները, որպեսզի այս կամ այն նախկին կամ գործող քահանան, որը համագործակցում է Նիկոլի հետ, պահպանի իր իշխանությունը եւ ասենք զավթած պահի իր կողմից ուրեմն նստավայրը, որովհետեւ ինքը արդեն հեռացված է տեղից եւ պաշտպանություն է ստանում Նիկոլի կողմից, ապա այդ իրավապահները, ովքեր մասնակցում են այդ պաշտպանությանը, հանցագործություն են գործում։ Դա պաշտոնական դիրքի չարաշահում է եւ ինքնիրավչություն է։ Իրանք իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին, որովհետեւ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Պետությունը ոչ գործադիր, ոչ օրենսդիր, ոչ դատական իշխանությունը իրավունք չունեն իրենց քիթը մտցնելու եկեղեցու ներքին գործերի։ Եվ դա կրկնում եմ, ամրագրված է սահմանադրության մեջ։ Ինչպես նաև նույն սահմանադրության մեջ ուրույն կետ կա, առանձին կետ կա հայ առաքելական սուրբ եկեղեցու տերի եւ նրա գործունեության վերաբերյալ։ Շնորհակալություն, պարոն Համբայրյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։